Շարունակում ենք մեր եթերը, էլի խոսելու ենք պրեմիերաների մասին, սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 3-ին և 10-ին ժամը 12-ին Հրազդանի դրամատիկական թատրոն մշակութային կենտրոնում պրեմիերա է Շունն ու կատուն մանկական երաժշտական ներկայացում ըստ Հովհաննես Թումանյանի։ Այս մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Իհարկե, մեր ընկերներին ներկայացնում ռեժիսոր Աշոտ Հակոբյան, կոմպոզիտոր Արգինա Հարությունյան, դերասան Հայկ Պետրոսյան։ Բարև ձեզ։ Ողջույն։ Բարև, լավ, դուք ոնց եք։ Լավ, քանի որ քրտնաջան աշխատում եք, մենք ձեզ շնորհավորում ենք աշխատավորի օրվա կապակցությամբ։ Մենք էլ ձեզ։ Շնորհակալություն։ Փոխադարձաբար։ Դե պատմեք։ Ես ինչ եք անում։ Պատմում Աշոտ ջան, դե մայիսի 3-ին եւ 10-ին լինելու է պրեմիերան, թատերախաղի հեղինակը Վիգեն Ստեփանյանն է։ Ամսի 3-ի ուրախություն մեծ տոմսերը սպառված են, ամսի 10-ին էլ հաշված տոմսեր են մնացել։ Երաժշտության հեղինակը ներկայացման մեր Արգինան է, Քուչի դերակատարը, գլխավոր դերակատարը մեր Հայկն Պետրոսյան։ Ռոզաննան է մեր նկարիչը, Ղազարյան և դերասանները։ Իդեպ ստուդիայի մեր երեխաներն են խաղում ներկայացման մեջ, չղջիկների կերպարներն, հիմա մեզ են նայում, անամբեր սպասում էին ուղիղ եթերին, բարի լույս երեխաներ։ Ողջույն։ Ոնց է մանկական ներկայացումների ակտիվությունը երեխեքի մոտ գալիս են, սիրում են գալ։ Ես կարծում եմ շատ, որովհետև ճիշտ ասած մեր վերջին փորձերի ընթացքում էլի արդեն մենք ասացինք, որ ներկայացումը լինելու է, ու նկատի ունեմ post արեցինք, ու մի անգամից սպառվեցին տոմսերը։ Այդ խոսում է նրա մասին, որ հետաքրքրությունը շատ մեծ է։ Իսկ հաճախականությունը առհասարակ մանկական ներկայացումներ անելու։ Անում ենք, դե ավանդույթ է դարձել արդեն, ես մոխրոտն էի արել սրանից առաջ, հետո մեր Կարոնա Քարաջյան բեմադրություն անելու, դե արդեն մեծերի համար Վարդանը մեր Կողյանոսյան, ընթացքը շատ հետաքրքիր է ու շատ լավ, ես էլ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրազդանի դրամատիկական թատրոնի նվիրյալներին, գլխավորությամբ մեր լավ ընկեր տնօրեն Վահագն Մարգարյանի, ողջունում եմ բոլորին եւ շնորհակալություն հայտնում, որովհետեւ ջանք ու եռն չխնայեցին, որ ներկայացումը կայանա։ Եվ առհասարակ այդ թատրոնը վերջին մի քանի տարի ֆանտաստիկ ակտիվությամբ աշխատում է։ Շատ լավ ամեն ինչ Հրազդանի դրամատիկական թատրոնում, մենք էլ սիրով ձեզ հրավիրում ենք ու միշտ սիրով սպասում ենք։ Շնորհակալ եմ, ամսի 10-ին շատ հնարավոր է, որ ես ու Էլզին, հա։ Դու ունես փոքր երեխա։ Երբ ես գալիս, Դավ ջան։ Ամսի 10-ին սպասում եմ։ Ամսի 10-ին ինձ թվում կարող մնացնեմ։ Ես երաժշտության մասին եմ ուզում խոսել, որովհետև շատ բարդ է երաժշտություն գրել, հատկապես երեխաների համար։ Ինձ թվում է կարևոր է, որ երեխան օրինակ գնատուն ու հիշի այդ երգը ու փորձի գոնե մի երկու օր տենց մտմտալ, որովհետև դե ծնողն էլ, ճաշակ է նաև ձևավորում։ Մեծ երեխեքին էլ է պետք շատ կարևոր է։ Դե դա իմ հիմնական գործն է մանկական երաժշտությունը իհարկե, բայց կոնկրետ հենց այս ներկայացման համար անպայման ուզում եմ ասել, որ ես վստահ եմ, սա գուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է որպես ծնող, որպես հանդիսատես, բայց ես վստահ եմ, որ այս ներկայացումը միայն շատ փոքրերի համար չի ու պարտադիր չի, որ ծնողները, տատիկները, պապիկները սպասեն շքամուտքում թատրոնի կամ բերեն երեխաներին թողնեն իրենք, եթե մնան դահլիճի ներսում, վստահաբար շատ մեծ բավականություն են ստանալու ներկայացման հետ կապված ամեն ինչից, ոչ միայն երաժշտությունից։ Սա շատ կարևոր բան է այս ներկայացման մասին, որ անպայման կուզեի ասել։ Իսկ հիշելու երգեր մանկական շատ ունեմ, որ այս ներկայացման մեջ էլ փոքրիկ ներգրավվածություն ունեն ու շատ տարբեր է ստացվել։ Անցած անգամ մենք որ այս տաղավարում էինք էլի հյուրընկալվել, էլի նույն բանը ասեցի մոխրոտի հետ կապված, որ ես ստեղծել եմ երաժշտություն, որը նման չի մինչ այդ իմ ստեղծած ոչ մեկին։ Հիմա մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ եւ շնորհակալություն ասելով Աշոտին, որովհետեւ շատ մեծ դեր ունենք այդտեղ։ Նորից նույն բանը կարող եմ ասել, որ սա իմ երաժշտությունը, որը նման չի մնացած ոչ մեկին մինչև հիմա արած գործերին։ Որ մինչև ինձ անդրադառնալ, զգում եմ, ասես գալիս եք էլի։ Ու ցած դուրս ենք կարող գնալ։ Հա, ասես գնում եմ դուրս։ Ես ուզում եմ շատ կարևոր բան ասել, էլի Արգինայի հետ կապված, ինքը ինձ համար որպես դերասան բացահայտում էր։ Բացահայտում էր, որովհետև ինքը արել է մի գործ այս ներկայացման մեջ, շուրջ 7-8 երգ, ձևավորումը երաժշտական ինքն է արել ու ներկայացման այդ գրավականը հաջողության վստահորեն կարող եմ ասել, որ այդ երկերից ու այդ ձևավորումից է կախված։ Մեծ ապարենք իրան ես խնդրում եմ, էլի եթե դժվար է, որտեվ
իսկապես այն որ Ղազանչյանը մեր ղեկավարը թատրոնի շատ լավ խոսք ուներ, ասում էր անուղելի տաղանդավոր է։ Ես վստահ այս աղջկա մասին կարող եմ ատասել։ Դարերը կաղմեկեն իր մասին, ես վստահ եմ։ Հեսեր ինչ տվել էի, ոնց որ դրա։ Իդեպ մի կարևոր բան էլ ասեմ, Հայկը 9 տարի դադարից հետո նորից բեմ է վերադարձել, Հայկո Պետրոսյան։ Իրական դրամատիզապահար ենք ուրեմն։ 9 տարի ինչ էր դադար։ Այդ հարցը լավներ, չգիտեմ ինչի էր դադար, ավելի շուտ գիտեմ, մի քիչ այդ ծանր թեմա է ինձ համար։ Ես 7-8 տարի Բարոնյանի թատրոնում եմ աշխատել կոմեդիայի ու այնպես ստացվեց, որ թողեցի, որ ոչ թե չէի ուզում շարունակել, այլ հանգամանքները այդպես դասավորվեց, ուրիշ աշխատանք, հանդիսավարություն, բայց այն որ դերասանի համար այդ կարոտը միշտ կա դեպի բեմը, իմ մոտ էլ էր տենց ու ոնց որ նստած սենց հա ինչ որ ես սպասում եի ինչ որ բանի, բայց չգիտեի ինչի էի սպասում, եկե մի օր զանգ 8-9 տարի հետո Հաշոտն է։ Դե Հաշոտի իմ ընկերն է, ապեր սենց բան ենք անում, ասեց Հրազդանի թատրոնում, կուզես խաղաս։ Որ շոկ էր իմ համար լուրջ, որտեվ նենց դեր է առաջարկում Թումանյան, ազգային գործ, որ ինչի մասին է բոլորս գիտենք, մեր արժեքների, մեր արժե համակարգի ու ասի կես ժամից զանգեմ ասեմ, էլի։ Հիմա ասեց մտածմունքների մեջ եմ, արդեն են որ 9 տարի չես խաղացել։ Ասում եմ, բա որ չգիտեմ, պատասխանատվությունն էլ եմ, որ հասկանում էլի։ Զանգեցի ասի ապեր գալիս եմ ու կպնում ենք գործին ու անում ենք։ Ու մինչև 3 մենք փորձում էինք, 3 վերջի փորձներ, ապրագոններ։ Ես վստահ կարող եմ ասել, որ մենք շատ լավ գործ ենք արել։ Ես ուզում եմ հիմա Աշ ջան, այս տեսախցիկների առաջ քեզնից շնորհակալություն հայտնել, որտեվ եթե այդ զանգը չլիներ, եթե այս հնարավորությունը չլիներ իմ համար, ես չգիտեմ այդ աղթարելու է իմ մեջ, թե չէ, նորից գալու է բեմ, թե չէ։ Քեզ հատուկ շնորհակալություն, որտեղ շատ կարևոր է, երբ որ դերասանը այդքան դադարից հետո ինքը նախ շահեկան դերով է նորից ներկայանում, ու շատ կարևոր է, որ ազգային գործով ու գործ, որը մանկական է, ճիշտ է ինքը, բայց ինքը մանկական ներկայացում չի։ Ինքը մեծերի մասին է այս ներկայացումը։ Ու ես օգտվելով առիթից ուզում եմ հրավիրեմ բոլորին իսկապես, այն վերնախավից մինչև այն շարքային ամենաաշխատավոր մարդը, որտեվ հատկապես վերևներում շատ մարդիկ տեսնելու են իրանց այս ներկայացման մեջ հենց կատվի կերպարի հետ կապված։ Շատ շակերտներ տենց բազմակետեր դնեմ ու ասենք առաջ։ Աշոտի մասին ամփոփելով մի բան ասեմ, էլի իմ կողմից, որ ինքը որպես ռեժիսոր մի անգնահատելի հատկություն ունի մոտիվացնելու, որ դեռ շատ լավ տղա է, բացի այդ շատ լավ տղա է Աշոտը եւ ինքը դեռ խմորումների մեջ հանդիպում ենք, խոսում ենք, դեռ շատ հում վիճակներում կարող է զանգի ու ասի, որ ինքը վստահ է, որ շատ լավ է ստացվելու հենց այս մասը հերոսը դնում ես ու դու հավատում ես դրան, այդ շատ կարևոր բան է, որ ռեժիսորը թիմին կարողանում է ճիշտ մոտիվացնել։ Հետո առաջի անգամ էի, ընկերն է 15 տարվա ընկեր ենք մոտավորապես, բայց առաջի անգամ է ես որպես դերասան, ինքը որպես ռեժիսոր համագործակցում, ես շշմած եմ, չգիտեմ։ Մի տեսակ այնքան սեր կա այս ձեր կատարած աշխատանքի մեջ։ Սիրում ենք իրար։ Որպես ռեժիսոր հիմա նայես ինչա կատարվում։ Այնքան եք իրար գովում ու այնքան եք սիրում, այնքան սեր կա այս ամեն ինչի մեջ, որ հաջորդ բեմադրությանը, եթե այս մարդիկ չլինեն, դու լուրջ խնդիրներ ես ունենալու, ասեմ քեզ։ Դավջան, նախ Ժորժ ջան, շնորհակալություն, ես էլ նույն փոխադարձ վերաբերմունքն ունեմ։ Իրականում անհանգստություն կա։ Մենք երեք վերջին փորձերն արեցինք, բայց անհանգստություն կա, որովհետև հարցը հիմա ոնց կընդունվի։ Բնականաբար բոլորս էլ շատ ենք ուզում, որ լավ ընդունվի, առաջն Աստված։ Ամսի 3-ին կերևա էլ ինչ ենք արել, բայց այս ընթացքի համար դա էլ է շատ կարևոր, ես շնորհակալ եմ։ Անկախ նրանից ոնց կընդունվի, առաջն Աստված լավ ընդունվի, բայց ես շնորհակալ եմ նաև ընթացքի համար։ Ես մի բանի համար եմ տխրում։ Ես իրոք մի բանի համար եմ տխրում, որ փորձերը ավարտվեցին։ Չէ, դա մի օր պիտի ավարտվեին։ Չէ, ինչի եմ ասում, որտեղ տպավորվել այն մեջ, Դեսոս Սարգսյանը, իմ ղեկավարն ա եղել, իմ կուրս ղեկը, ասում էր երեխեք, կարևորը ու ամենահետաքրքիրը փորձերն են։ Ներկայացումը ոնց լինի, ասեց ոնց լինի խաղանք, process-ը ասեց, սովորեք հաճույք ստանալ process-ից։ Ես մի քիչ տխրել եմ, որ ավարտվեց, բայց այն որ ուրախ եմ, որ ոչ թե ամսի 3-ին, ես հենց կասեի, ամսի 3-ից մենք գնում ենք մի հատ ճանապարհով, որ
Չեմ ասի, այտենց հատուկ արել ենք, որ դաստիարակչական բան, չէ, դաստիարակելու խնդիր չունենք։ Հետևանքը վստահ եմ կլինի դաստիարակչական։ Մի խոսքով, մեկ էլ ուզում եմ երկու բառ ավելացնել, որ ինքը ինչով է ինձ հարազատ ու ինչով եմ ես ուրախ, որ նախ Թումանյան ենք անում, նախ ազգային գործ ենք անում ու ինքը իրականում այս ներկայացումը, ընդհանրապես այս գործը Թումանյանի բալլադը, ինքը ազնվության քարոզ է։ Ինքը մարդկային արժեքների, մարդկային փոխհարաբերությունների շատ ցցուն ու վառ օրինակ է։ Երեխեքը ես վստահ եմ, որ գալու են ու գերագույն հաճույք են ստանալու։ Ամսի 3-ին չմոռանանք ժամը 12-ին։ Բայց ամսի 3-ի տոմսերը վաճառված ամսի 10-ին։ 10-ին կանչեք։ 10-ից հետո չունեք էլ այս ներկայացում։ Ունենանք, բայց դե արդեն որ հետևենք Հրազդանի դրամատիկական թատրոնի էջին, արդեն ընթացքը པարզ կլինի։ Ինչ պլաններ ունենք, ինչ նոր բեմադրություններ եք պատրաստում անում։ Ես Պարոնյան թատրոնում նոր Վամպիլովի մետրամպաժն եմ անում, կլինի հունիսի վերջ երկու ներկայացում լինելու, դե այդ ամեն ինչի մասին արդեն ընթացքը ցույց կտա էլի։ Նոր ներկայացում մետրամպաժն է Վամպիլովի։ Կլինի բայց այս տարի, այսինքն ամռանը թե սեպտեմբեր։ Այո, ամռանը հունիսի 26-27-ը այսպես նախատեսված որ լինելու Պարոնյան թատրոնում եմ, էլի արդեն բեմադրելու։ Դե սիրելի հեռուստադիտողներ, սիրելի մայրիկներ, հատկապես մանկական ներկայացումներս ընթացքում հատկապես ակտիվանում են, դիմաց արդեն արձակորդներ են, ես վստահ եմ, որ ավելի հեշտ կլինի ձեզ չգտնել պատճառաբանություններ եւ ձեր երեխաների հետ լինել թատրոնի բեմում, տալ էլի ձեր երեխաներին հնարավորություն վայելելու իրենց դաստիարակության համար կարևոր էսթետիկ մշակութային օր։ Այո, մենք պետք է հասկանանք, որ երեխաները պետք է պարտադիր գնան ներկայացումներ նայել։ Պարտադիր, սա պարտադիր ֆակտոր է։ Նաև գոնե հույս կա կարող արժեքներին մի քիչ մոտ լինեն։ Հաստատ։ Ժամանակ ունենք երկու բառ։ Ես երեք ուրեմն այսպես համացանցից էի փորձում օգտվել ու ինչ հետաքրքիր պատմություններ կա շունն ու կատվի հետ կապված։ Ուրեմն Թումանյանի 50-ամյակին ներկայանում նաև Անդրանիկը, Զորավար Անդրանիկը ու Թումանյանը կենաց է ասում, վերակենում ասում է 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան հայրիկը եւ իմ շունն ու կատուն։ 20 տարի է անցել, բայց ելի երկու նշանավոր բան կա՝ իմ շունն ու կատուն եւ Անդրանիկը։ Ես խմում եմ Անդրանիկի կենացը։ Հետո Անդրանիկն է պատասխանում, ասում է կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ շունն ու կատուն։ Ինքը հավերժական թեմա է, ինքը միշտ լինելու է։ 140 տարի է անցել, 1000 որտեղին են գրվել 1885-86 թվականին են գրվել։ Ինքը ինչքան մարդկությունը կա, այս պատմությունը լինելու է արդիական, այս բարու ու չարի, այս ստի ու կեղծիքի, արդարի, մի խոսքով, ինքը հավերժական թեմա է։ Չի ուզի որ սենց լիներ, բայց Բարին ու չարը դեռ աշխարհի, բայց այն որ Թումանյանը մեր ազգային նկարագիրը շատ ցայտուն է բոլոր ստեղծագործություններում իր հատկապես հիմա եթե մի քանիսն էլ տենց հստակ ընդգծենք, ինքը խոսել է ոչ միայն բարու եւ չարու մասին, ինքը խոսել է հայի կերպարի, հայի տեսակի, հայի խնդիրների, հայի բացթողումների, գուցե արժանապատվությունների մասին։ Այո, բան չի փոխվել, որովհետեւ պարզապես ինչի են իրենք հանճարներ, ոչ թե մենք, որովհետև իրենք կարողացել են իրականում խորքային տեսնել մեր ազգի իրական նկարագիրը եւ դա շատ սիրուն ձևակերպել ամենատարբեր իր հանճարեղ ստեղծագործությունների մեջ, որից ոչ մի կերպ, ոչ մի հետևություն կարդալով չենք անում։ Անում չենք, հետևություն անում չենք։ Ճիշտ հակառակը, օրինակ հիմա դե որոշեցինք Տիկնիկային թատրոնից հանել Հովհաննես Թումանյանի անունը։ Խանգարում էր, ծանր էր, չէր պահում։ Հանեցինք, որ թեթևանա մի քիչ։ Այո։ Վերջում գիտես չէ՞ ինչ անելու բոլոր թատրոնների վրա գրվելու է թատրոն։ Հա, թատրոն։ Իմիջիալուս ծանր է, որովհետև Հովհաննես Թումանյան անունը թեթև անուն չի, ծանր է։ Այդ կամ չի կարողանաս պահել կամ չկարողանաս պահել, ով չի կարողանում պահել հրաժարվում է։ Ով կարողանում է պահել, շարունակում է օրինակ գոնե թե բեմադրել, գոնե թե խաղալ, ինչ ասեմ։ Ցավում եմ, որ մենք իրականում մեր սիրուն մշակութային իրադարձությունների ոչից մեկը խոսում ենք այն կարևոր խնդիրների մասին, բայց քանի որ այո կարևոր են, առանց դրա չենք կարող այդպես զերծ մնալ գլուխներս ջայլամի նման մտցնել հողի մեջ, այդ նշանակում է պարզապես թույլ տալ, որ Թումանյանի նման անունը մի օր բերեն մոռացության։
Ու Աստված մի արասցեն։ Իհարկե դա չի ստացվի իրաց մոտ, որովհետև չի կարելի Թումանյանին մոռանալ, դա անհնար է Թումանյանին մոռանալ, բայց ամեն դեպքում ինքնի process-ը բավականին տհաճ է։ Դե մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Ես փորձեմ ամսի 10-ին Ֆորտուս հետ գալ պարտադիր։ Սիրով կսպասենք, մենք կապով կլինենք։ Ես էլ առիթից օգտվելու ուզում շնորհակալություն հայտնել, իդեպ բարի լույսերը ձեր հաճախ եմ նայում ու ամեն անգամ դուք թատրոնի մասին շատ յուրովի եք խոսում, երբեմն խնդիրների մասին շատ ցավով եք խոսում, նու պրեմիերաները մեծ ուրախությամբ եք հայտարարում ու ամեն անգամ դուք շեշտադրում եք, որ գնացեք թատրոն։ Ուզում ձեզ շնորհակալություն հայտնել։ Սիրով։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, գնացեք թատրոն։ Եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։